իհարկե ուղղորդված կարգավիճակով սադրիչ ձևերով Դանել Սարգսյանը, որին ես անձնապես չեմ ճանաչում այդպես մոտիկից, ընդամենը գիտեմ դերասան է եղել կամ չգիտեմ ինչ է եղել, չեմ էլ կարող ասել։ Երեք ինքը ավելի ճիշտ նախորդ օրը երեկոյան գիշերը շատ անվայելուչ կերպով հայոյա խառն շատ լկտի արտահայտություններով ինձ գիշերվա կեսին դիմում է սպառնալիքներով եւ իմ ընտանիքին, իմ սրբությանը, իմ օծմանը եւ այլն հայոյանքներ տեղացնելով։ Եվ ինձ ասում է, որ պետք է երկրորդ օրը գամ, պետք է պատասխան տաս հետեւյալ իբր խոսքի համար, թե իբր ես նիկոլականներին չեմ թույլ տալի, որ մտնեն եկեղեցի։ Իբր այդպիսի հայտարարություն են տարածել։ Ուրեմն հայտարարությունը շատ հստակ է եղել։ Իմ հայտարարությունը վերաբերվում է այն անձանց, ովքեր որ նիկոլական սրբապիղծ գաղափարախոսություններով են տարված։ Ինչի մասին է խոսքը։ Այսինքն եկեղեցու դեմ առանց հասկանալու ինչ որ հայոյախառն արտահայտություններ կանեն, առհասարակ հայոյական խոսք ունեցող որևէ մեկ քրիստոնյա ինքը քրիստոնյա չէ։ Ով հայոյում է, ինքը քրիստոնյա չէ, ինքը չպետք է մտնի եկեղեցի։ Այնքան ժամանակ մինչև չապաշխարի։ Իմ խոսքը սրան է վերաբերում։ Անկախ նրանից, այստեղ արդեն նիկոլական կլինեն, ոչ նիկոլական կլինեն, ինչի հետաքրքիր։ Նրանք, ովքեր որ սրբապիղծ հայոյախառն արտահայտություններ ունեն իրենց շուրթերին, իրենք եկեղեցի չպիտի մտնեն այնքան ժամանակ, մինչև չապաշխարեն, մեղքերի թողություն չհայցեն Տիրոջից, զղջումով ապաշխարությամբ չգան եկեղեցի։ Սա իմ իշխանությունն է։ Ես իրավունք ունեմ դրանով մարդուն սաստել, դրանով խելքի բերել, կարգի բերել, չափի բերել, որ մարդը հասկանա, որ ամեն բան չէ, որ թույլատրելի է մարդու։ Միայն ասել, ես հավատում եմ կամ հայրաքելական եկեղեցու հետևորդ եմ, բայց ինչպես ուզենային իրեն պայի, հերիք չէ քննադատելով, դատապարտելով եկեղեցու մոտեցումները, եկեղեցու ներքին, ասենք, խոսակցություններն ու առիթները իրենց համար իբրև դրոշակ դարձնելով փորձեն ինչ որ հարցակումներ գործեն եկեղեցու վրա, քրիստոնեության նկատմամբ կեղծ ծիծաղելի մոտեցումներ ցույց տան, հավատքի վերաբերյալ կեղծ ծիծաղելի մոտեցումներ ցույց տան, եկեղեցու հայրերի ով վերջիվերջո օծում ունեցած հոգևորականի նկատմամբ սրբապիղծ արտահայտությունները նույն բանն է, ոնց որ Աստծո նկատմամբ ունեցած հայոյանքներից։ Ինչպես Սուրբ Գիրքն է ասում, Սուրբ Հոգու ամեն մեղք կներվի, բայց Սուրբ Հոգու դեմ հայոյություն երբեք չներվի։ Ուրեմն հոգևորական եւ նրա օծման նկատմամբ ունեցած որևէ այլասեր կամ այլանդակ արտահայտություն նշանակում է հայոյանք Սուրբ Հոգու դեմ։ Այսինքն արդեն իսկ իրենք պետք է մերժված լինեն եկեղեցի։ Իմ խոսքս այսպիսի մարդկանց է վերաբերվում եւ այդ գրությունս, որ ես դրել եմ իմ համացանցում Facebook-ի էջին, որ այդպիսի մարդիկ, որ հանկարծ նկատեցի այսուհետև իմ ծառայության վայրում գտնվող եկեղեցիներում, պետք է նրանց դուրս հրավիրեմ շատ կոպիտ կերպով, դուրս եմ շպրտելու շատ կոպիտ կերպով։ Ուրեմն այս խոսքից վրա Դանել Սարգսյանը շաբաթ օրը երեկոյան գիշերը 11-12-ի կողմներ թե ավելի ուշ ինձ գրում է հայոյախառն շատ լկտի այլ արտահայտություններով, ես սպառնալիքով երկրորդ օրը գալու եմ, տեսնեմ դու ինձ ինչ ես անել։ Երկրորդ օրն եկավ, բայց իհարկե իրեն ոչ ոք ոչ մի բան չի արել, որովհետև ես պատարագի էի, Կիրակի օրը 3 Մարմաշե բանկի ուխտի օրն էր, երկրորդ ծաղկազարդի տոնն էր, մենք տոն էինք նշում մեծ շուկով, մեծ ուրախությամբ։ Պատարագի ավարտին ինձ հավատացյալ ժողովուրդը մոտեցավ, ասեց, որ դրսում քեզ այսպիսի մարդիկ են սպասում, ասել են, թե տերդերը որ վերջացրեց, թող դուրս գա, իրեն սպասում ենք այստեղ։ Ես դուրս եկա, ինքը արդեն իսկ այստեղ ռեպորտաժ էր միացրել, ուղիղ եթերի մեջ էր, եւ արդեն իսկ հաշիվ մաքրելու համար էր ինքը եկել իմ հետ։ Եվ երբ որ ինձ տեսավ, ականջ ունեմ, վերջը լսում եմ, ահա, եկավ, հիմա տեսնենք ինչ պետք է պատասխան տա, նայ գլուխն ինչ ենք անելու։ Եվ մոտեցավ ինձ, ես որ կանչեցի իրեն, ինքը մոտեցավ ինձ, այս հատվածում սկզբում շատ կոռեկտ կերպով իրար հետ զրուցել ենք, ինչ որ ճիշտ է, ճիշտ ենք ասում։ Կոռեկտ կերպով իրար հետ զրուցել ենք, ինչի համար է այդ թեման բացվել, ես բացադրեցի դարձյալ իմ գրությունը, թե խոսքս ինչին է վերաբերում, ինքը սկսեց ողջորվել, հայ հոյել եկեղեցու տարածքում,
պատճառաբանելով ես հասարակական վայրում եմ գտնվում, եկեղեցի մեջ չեմ գտնվում, ազատ կամք ունեմ, ազատ իրավունք ունեմ արտահայտվելու ինչպես ուզենամ, այնպես կարտահայտեմ։ Երկրորդ անգամ սկսեց հայոյի։ Դե այստեղ աղջիկներ կան, կանայք կան, հավատացյալ ժողովուրդն այստեղ է։ Իմ երիտասարդներից մի քանի հոգի առաջ եկան, որպեսզի սաստեն իր, ասենք, հայոյակ խառն այդ արտահայտությունները, ինքը սկսեց բռունցքի անցնել, ոգևորվել։ Եվ այլանդակ բառապաշարով սկսեց հայոյել ինձ, արդյունքում ես մի քիչ իհարկե բորբոքվա ձայնս բարձրացրեցի, որ այստեղ ես եմ հոգևորական օծյալը, այստեղ ես եմ թելադրում ով ինչ պետք է անի, ես ինձ չի հետաքրքրում որևէ մեկի կարծիքը, թե ով ինչ է մտածում կամ ինչպես է գործում։ Քանի դեռ ես եմ օծյալ հոգևորականը այս տարածքի, այս եկեղեցիների, ուրեմն ես ունեմ իշխանություն որևէ մեկին կապելու կամ արձակելու։ Ինքը սկսեց բռունցքների տալ, ուզում էր ինձ հարվածեր, սադրեր, որպեսզի ես արդեն իր նման վարվեմ կամ հայոյեմ կամ երևի թե իր նման ապտակ եմ ես իրեն, որ ինքը ուղիղ եթերի մեջ էր գտնվում, որ ցույց տա, որ տեսեք, ահա հոգևորականը, տեսեք ինչպես է վերաբերվում տերները, ասենք ինչպես է վերաբերվում հավատացյալ։ Մենք ասենք թե աշխարհիկ ինձ ինչ է ասում, աշխարհիկ ես մարդ եմ, ես կարող եմ շատ բաներ թույլ տամ, բայց դու քեզ չպետք է թույլ տաս, ու սկսելով սադրել, որ իբր թե այդ ամեն ինչը սկսել եմ ես, բայց այդ ամեն ինչը սկսել է ինքը ամբողջությամբ նկարահանել է ինքն էլ ընկել է կրակ։ Նիկոլ Փաշինյանը եւս հակաեկեղեցական այսպես քարոզներով է զբաղվում, ամենօրյա մակարդակում տեսնում ենք, որ սոցցանցի իր էջում տարբեր գրառումներ է կատարում, թիրախավորում է հոգևորականներին, ընդ որում բարձր հոգևորականների։ Այս դեպքում շատ դեպքերում մենք տեսնում ենք չկա այդ համարժեք արձագանքը հոգևորականների կողմից, հոգևոր դասը այնուամենայնիվ չի արձագանքում Նիկոլ Փաշինյանին։ Ինչով է պայմանավորված թե հոգևորականների լռությունը, թե Նիկոլ Փաշինյանի այս արշավը։ Նախ հոգևորականները լուրջ չեն։ Միանշանակ սա, չգիտեմ ինչպես եք մոտենում եք հարցը, բայց հոգևորականները լուրջ չեն։ Այո, արձագանքել են համապատասխան մարմնից եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ արձագանքել են ցանկացած մեկ վայրահաչումի, արտաբերեմ ես այս խոսքը, եւ կոռեկտ կերպով փորձելով բացատրել, որ այդ իրավունքը չունեն, ամեն տեղ չէ, որ կարող է իրանց քթերը խոթել, ամեն տեղ չէ, որ իրանք կարող են ինչ որ իրանց բաներ թույլ տալ, դա իրենց իրավունքը չէ, քանի որ ոչ Աստված են, ոչ էլ որևէ մի հոգևորականի կամ կուսակալոնը իրենք են ձեռնադրել, ոչ էլ իրենք են կարգել։ Ընդամենը ինչքան էլ որ երկրի ղեկավար լինեն կամ պաշտոնյա լինեն, իրենք եթե իրենց համարում են հայ առաքելական եկեղեցի հետևող, ուրեմն նշանակում է, որ իրենք հայ առաքելական եկեղեցու հոտի անդամ են։ Իսկ յուրաքանչյուր կուսակալոն կլինի, թե ամուսնացյալ հոգևորական կլինի, իրենց հովիվն են համարվելու։ Ուզեն թե չուզեն, այդպես է։ Եթե մենք համարվում ենք հայ առաքելական եկեղեցու հոգևորականներ, իրենք էլ իրենց համարում են հայ առաքելական եկեղեցու զավակներ, ուրեմն ինքնաբերաբար, ինչպես Սուրբ Գիրքն է նշում, մենք համարվում ենք հովիվ, իսկ իրենք համարվում են հոտի անդամ։ Եթե մի քիչ էլ կոպիտ փորձենք արտահայտվել Քրիստոսի խոսքով, իրենք համարվում են ոչխարներ, իսկ մենք էլ համարվում ենք հովիվներ։ Եթե կոպիտ փորձենք հարցին մոտեցում ցույց տալ։ Ուրեմն չի կարող հոտի անդամը ինքը իր քիթը խոթել այնպիսի հարցերի շուրջ, որը եկեղեցական ներանձնական հարցեր են։ Այդ հարցերը լուծվող են եկեղեցու ներսում, ոչ թե դրսում որևէ մեկի կողմից կամ ինքը թելադրի, թե ով ինչով զբաղվի կամ ինչով չզբաղվի։ Սա լրիվ այլ հարց է։ Դրա համար շատ տեղեր, որտեղ որ անհրաժեշտ է լինում թեկուզ եւ բարձրաստիճան հոգեվորականների կողմից, թեկուզ եւ հավատացյալ ժողովրդի կողմից եւ թեկուզ ցածրաստիճան հոգեվորականների կողմից, իմաստնավորի նաեւ թեկուզ եւ ինձ արձագանքը տալիս ենք, զգուշացնելով, որ սխալ եք խոսում, սխալ եք ասում կամ դա այդպես չէ։ Մի ավելորդ արտահայտություններ թույլ տվեք կամ ձեզ չվերաբերող հարցերի մեջ ձեր քիթը մտցնեք։ Տեսնում եք ձեր արձագանքը լինում են, բայց ասենք որ փորձենք այսպես MBC ձևով արձագանքի եկեղեցին, որը կդառնա բունտ կբարձրանա եւ թշնամություն կհաստատի ժողովրդի միջեւ, եկեղեցին սա չի կարող։ Չկա այդպեսի բան։ Ճիշտ է, ժողովրդի մեր հավատացյալ ժողովրդի մասը հենց նրան է սպասում, որ
ահա այս պիտի արձագանքի մայրաթորը կամ պիտի արձագանքի վեհափարը պետք է արձագանքեն եպիսկոպոսները միախմբեն ժողովրդին հանեն ժողովրդի դեմ բան չէ այսպիսի բան չի անի եկեղեցին որովհետև եկեղեցին դրա համար չէ եկեղեցին սաստելու հանդարտեցնելու խրատալու որդորելու համար եկեղեցին ինչ-որ կռիվներ ստեղծելու համար չէ դրա համար երբեմն կարող եք կոպիտ չոր որևէ խոսք, որևէ արտահայտություն թեկուզ հնչի հոգևորականների հասցեին եկեղեցու դիրքորոշումների հասցեին կարող է հոգևորականները ողջ ամբողջական բուրըն կերպով արտահայտեն այդ բաների տեղեկատվություններին կամ ասենք իրենցից դուրս գալացած խոսքերի ինչ որ արտահայտություն